Չէ, ռեպլիկի իրավունք ունի Ագի դատարան նոր վերջի խոսքի։ Հարգելի դատարան, ես բավական նյութ էի պատրաստել ռեպլիկի հետ կապված վերջին դատի ժամանակ արծարծված որոշ հարցերի հետ, չեմ կարծում, թե այդ մասին ես կխոսեմ, որովհետև այս պահին ես դա արդեն գտնում եմ միանգամայն ավելորդ։ Առավելևս դուք մի բան նոր ասացիք, դու ասացիր, նա ասաց, ես լսեցի, հասկացանք, քանի անգամ նույնը կրկնենք, սարքենք բանավեճ, որ տեսեք կողքիններն ավելի լավ լսեն, ուրեմն իսկապես այդպես է, ասվել է, երկրորդ անգամ կրկնվել է, երրորդ անգամ ասվել է, չորրորդ անգամ չեմ դուք խոսել, դուք լսել եք որոշողը դուք եք։ Ռեպլիկի հետ կապված երևի թե ես հրաժարվեմ բոլոր իմ կետերից, չեմ ուզում խոսել ուղղակի, մի քանի բառ ուղղակի Արտուր Հակոբյանի հենց նոր ասած բառի հետ կապված, դրան էլ չեմ ուզում առանձնակի պատասխան տալ, մի շարք անձնական վիրավորանքներ, գոնե ինձ համար այդպես է, ես ուղղակի դրան շատ հանգիստ պատասխանեմ։ Մենք գիտենք նա 90-ականներին ինչ էր անում, գնացել Փարիզ, մտել էր վաննայի մեջ, սիգար էր ծխում։ Ուրեմն ես դες ասեմ, որ խոսքը վերաբերում է իմ մի կարճամետրաժ երկիծական ֆիլմի մասին, որտեղ Վահրամ Սահակյանը, ոչ թե ես, Սփյուռքահայի կերպարի մեջ սիգար է ծխում փրփուրների մեջ, զավեշտալի բան։ Ուրեմն Արտուր Հակոբյանը ինձ եւ Վահրամ Սահակյանին դեռ չփոթում է։ Ինչպես մենք կարող ենք չփոթել, ասենք Միմինոյի մեջ Ֆրունզիկին եւ Կիկաբիձեին ասելով, դե գիտեք, այդ սրանք Սաղարը Մոսկվայում խմում էին լակում։ Դա ֆիլմ է։ Դա ես չեմ։ Ուրեմն չպետք է ֆիլմի երկիծական պերսոնաժները շփոթել ինձ հետ։ Սրանք ուրիշ բան են։ Առավելևս Վահրամ Սահակյանը Վահրամն է, ես եմ, ես Մեղրի Մկրտչյանը չեմ, ես Խորին Աբրահամյանը չեմ, ես Խորին Հովհաննիսյանը չեմ, ես եմ եւ ասելուց առաջ շատ ուզեի, որ գոնե այդ տարբերակումը լիներ ժողի մոտ։ Մի շարք բաներ կուզեի պատասխանել իրեն իր ներկայությամբ, ցավում եմ նույնիսկ Տիկին Նայիրային ես դա չեմ ասի։ Անպայման առիթը կլինի այդ մասին խոսելու, անպայման, երես առ երես, դեմ առ դեմ, ինչպես ասում եմ, կրկնել եմ և կրկնում եմ, դուրս գալուց հետո առանց վախենալու կկանգնեմ և հարցերին բոլոր պատասխան կտամ։ Լավ, մնացածը ես իրենք ասեմ ուրիշ ձևով, ինչ-որ ձևով կխոսեմ, կզանգեմ խոսեմ։ Այս դատավարության ընթացքում, հարգելի դատարան, ինձ երկու բան է զարմացրել։ Ինձ ձերբակալել են նոյեմբերի 6-ին, կալանավորել, այսինքն այստեղից պատգարակով կիսամերկ տարել հիվանդանոց, եւ այսօր մենք վերջացնում ենք դատել։ Այս ամբողջ ընթացքում երկու բան է ինձ զարմացրել։ Չեմ հավատացել, որ ինձ հնարավոր է մարդուն այդ վիճակում պատգարակով տանել կալանավայր, ի դեպ դեռ ուզում էին տանել Նուբարաշեն, Արքասծոտարան կալանավայր, դա չէի հավատում, մնացած ամեն ինչ հավատում է, ինչ կլիներ։ Եվ երկրորդ, ես չեմ հավատացել, որ վերջին դատական նիստի այդ մի սարսափելի ստին, ես այդպես եմ անվանում, ինչպես դուք կարծեք, այդ ստի մեջ ներքաշեցին Նայիրա Հայրապետյանին, այսինքն ծոված երեխաներից մեկի մոտ։ Հա, Տիկին Նայիր, ես ամեն ինչ կհավատայի, ես ամեն ինչին հավատում եմ։ Ձեր փաստաբանը ինչ կարող էր անել ձեր ամուսինը, դեռ ուր հələ կարող են հասնել իրենց այսպես ստեղծագործական մտքերի մեջ, բայց ես չեմ հավատացել, որ իրենք ինձ թույլ կտան, որ ձեզ կներքաշեն։ Ձեր վերջին ֆրազը, վերջին այդ արտահայտությունը, որ Վարդան Պետրոսյանի ամենաանբարոք հայելն այն էր, որ նա ասեց, լրիվ կոմպենսացիա կստանաք միայն այն պայմաններում, եթե Արտուր Հակոբյանը գա, ասի ես հետընթաց եմ կատարել, չի համապատասխանում իրականությունին, դա ուղղակի դաժան սուտ է, ուրիշ ոչինչ չեմ ասում։ Ցավում եմ, որ դուք ներքաշվեցիք այս ամեն ինչի, ինչու, որովհետև ձեր խոսքն էր հավաստի, որովհետև դուք եք տղամարդկերին ասում, քանի բան դուք վերկացաք, եւ ես ավելի շատ ձեր խոսքին եմ անսացել, եթե նույնիսկ այստեղ երբեմն խոսել կամ չեմ խոսել, դա ձեր շնորհիվ կամ ձեր պատճառով է եղել, որովհետև ես ձեզ այնուամենայնիվ այլ կերպ եմ վերաբերվում, սա չի նշանակում, որ ես փորձում եմ ինչ-որ բարի վերաբերմունք կորզել, հանկարծ չմտածեք, բոլորովին, այդպիսի բան չկա։ Եվ ես
ամբողջ դատավարությունը դատերից մեկի ժամանակ Ռուբեն Բալոյանը փորձեց վերնագրել, չվերնագրեց Վարպետ եւ Մարգարիտայից օրինակ վերել նմանեցնելով Անուշկայի թափած յուղին, ես ուրիշ վերնագրի արգել իմ կեր Բալոյան, կներեք պարոն Բալոյան, քաղաքացի միջև։ Իտալական մի ֆիլմ կա, Ալբերտո Սորտին է խաղում կարծեմ, ասում է ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ։ Ես գիտեմ, որ դուք գիտեք, որ ես գիտեմ։ Դուք էլ գիտեք, որ ես գիտեմ, որ դուք գիտեք։ Ես իմ ռեպլիկը սրանով վերջացնում եմ։ Ես չեմ ուզում ավել խոսել։ Դատարանը կորոշի, ինչ որ կորոշի։ Մնացածը իսկ ասեմ իմ վերջին խոսքով, եթե իրավունք տա։ Շնորհակալություն։ Վերջին խոսքում էլ երկար չեմ արգելի դատարան։ Պես ասացի, այո, ես գիտեմ, որ դուք գիտեք, որ ես գիտեմ։ Ես գիտեմ նաև, թե այս գործը ինչու այսպես դասավորվեց եւ ինչու այսպես սարքվեց։ Մի բան, որ վերջին դատերից մեկում մեղադրողը հարգարժան դիմում էր իմ փաստաբանին։ Ես գիտեմ։ 66 թվականին Պարուր Սևակը Հայաստանում խոսեց գրողների միությունում գազոնային քաղաքականության մասին։ Սա նույնի շարունակությունն է։ Անհատ եւ հասարակություն, ավելի ճիշտ ռեժիմ։ Չեմ ուզում ինքս ինձ մեծարել։ Պատահական չեն Սևակի օրինակը, Մինասի, Երևանդ Քոչարի, Աճարյանի, Չարենցի, շատ էին, որոնք ճնշել են, ճզմել են Աբովյանի նույնիսկ։ Բայց ի տարբերություն այդ ամենի չի, մի զարմանալի զավեշտական բան եմ ուզում ձեզ պատմել։ Երևանդ Քոչարը, մեր մեծանուն մայեստրոն, որը Փարիզից 36 թվականին եկավ այստեղ, նրան նստեցրել էին բանտ ու ծեծում էին։ Բան չէր արել իհարկե։ Նա, որ մեզ թողեց արվեստի, քանդակագործության, նկարչության ամենամեծ տրադիցիաները։ Բանտից դուրս գալուց հետո տարեց Երևանդ Քոչարը սիրում էր նարդի խաղալ մի մարդու հետ, մի այդպես ռամիկ մարդու հետ, այդպես անկիրթ տեսքով չանպատասխանող։ Ինձ պատմել է Քոչարի որդին, Ռուբեն Քոչարը։ Հարցնում է հայրիկ, ինչու ես նրա հետ նարդի խաղում, ով է այս մարդը։ Ասում է, գիտես, սա բանտում ինձ ծեծողն էր։ Ինչու ես իր հետ խաղում։ Ասում է, որովհետև ինքը ձեռը եկածի չափ քիչ էր ծեծում էլի ինձ, ինչքան կարում էր։ Ինչ ասեմ, հարգելի դատարան։ Ես չեմ ուզում ինձ իմ մեծ ուսուցչի Երևանդ Քոչարի հետ համեմատել, բայց հավատացնում եմ վերաբերմունքը նույնն է։ Ես չարացած չեմ ոչ մի բանի հանդեպ, ոչ մեկի։ Ճիշտ է, ես պետքան կողմ չեմ հարգարժան մեղադրողի մեղադրանքին, այդ ուրիշ հարց է, բայց չեմ կարող չնշել նրա դատավարության ընթացքում ամբողջ կոռեկտությունը, զսպվածությունը, երևի թե բոլորից ավելի շատ երևի թե։ Չեմ կարող չնշել Ռուբեն Բալոյանի այսպես սարյանական դեղին օրանժ գույնը, այդ հայեցի շիրա, այդ խաղողի ողկույզի պես հայեցի մի բան ունի, այդպես փոթորիկի պես խաղում, ինչ ասեմ, մարդ իր գործն անում էր, ինչ ասեմ, եւ դեռ անելու է։ Դժվարների նկատմամբ այստեղ նստած է Տիկին Նայրան, իհարկե իմ վերաբերմունքը միշտ նույնն է եւ մնալու է նույնը մինչեւ կյանքիս վերջը։ Նորից եմ շեշտում, չմտածեք, թե ուզում եմ բարի վերաբերմունք կորզել։ Ես հասկացա, որ երևի մենք արդեն հեռուից հեռու իրար հետ առանցին պիտի գնանք։ Երևի հնարավոր չի։ Միասնական կյանքը, մխիթարությունը, շատ ցավում եմ, որ այդպես ստացվեց։ Ես կարծում եմ այլ կերպ կլիներ, մենք ձեռք-ձեռքի կտանք, ավելի հեշտ կապրենք այդ վիշտը միասին։ Ես գիտեմ, որ մի մարդ եմ, որ կարողացել եմ միշտ մխիթարել մարդկանց իրենց կողքին լինել ամենադաժան ծանր պահերին, ես ինքս ինձ էլ ճանաչում եմ, բայց դա չստացվեց։ Ես շնորհակալ եմ շատ իմ փաստաբանին Նիկոլայ Բաղդասարյանին, նա շատ ծանր պայմաններում աշխատեց, շատ ծանր պայմաններում, նման չէր մյուս փաստաբաններին, հոգեբանական ճնշումների տակ, ուղղակի զարմացել եմ, եւ ինքը ճիշտ է ասում, եղել է նույնիսկ պահ, այդ ժամանակ ես ասել եմ Նիկոլայ, ես քեզնից երևի հրաժարվեմ, որովհետեւ այսպեսի իրավիճակ է ստեղծում, տեսեք այսօր էլ ասեց, ուզում եմ հրաժարվել, մարդիկ ինչ որ մի բանի են սպասում, ինչ որ բանի չեն հավատում, եւ նույնիսկ նա նստել հետս քննարկել է այդ հարցը, շնորհակալ եմ Սամվելին իհարկե, գնաց Գերմանիայի հետ եկավ, ես շնորհակալ եմ Մարիդոզեին, ես չեմ ուզել փաստաբանել վարձել, առավելևս Ֆրանսիայից, նույնիսկ մի անգամ գրել են, այդ ծախսը տայ, իհարկե այդ ծախսը կտայ, բայց փաստաբանները վարձվել են հարգելի դատարան մի նպատակով, քննչական քննությունների այդ դատաիրավական, չգիտեմ, այդ process-ների ընթացքում իմ նկատմամբ կիրառված անօրինությունների պատճառով, առանց դրա ես չէի կարող պաշտպանվել։
Ես շատ շնորհակալ եմ լրագրողներին։ Շնորհակալ եմ, ես երբեք չեմ ուզել, չեմ հավակնել իմ նկատմամբ գովեստի խոսքեր։ Ես նրանց ներկայությունը պահանջել եմ մի բանի համար, որպեսզի այստեղից դուրս գա այն ինչ որ կատարվում է, որովհետև երկու անգամ ես մասնակցել եմ իմ առաջին սանկցիայի հետ խափանման միջոցի դատավարություններին։ Ես ապշահար եմ եղել, թե ինչպես կարող է այսպիսի դատ տեղի ունենալ։ Ոչինչ չի ուզում, ես ասում եմ, թող լրագրողներն այն դուրս գան, ուղղակի պատմեն ինչ է լինում, ոչ թե մեկնաբանություններ անեն, պես անեն, այն անեն։ Եվ լրագրողները եկել են, կարողացել են ուժերին ներածին չափով լուսաբանել։ Ինչպես ես գնահատականներ չեմ ուզում տալ, այնուամենայնիվ ես իմ խորին շնորհակալություններն եմ հայտնում։ Մինչև այսօր մարդիկ կանգնած են։ Շատ շնորհակալ եմ իմ մոտ ընկերներին, իմ լավ ընկերներին, որոնք ամենածանր պահին իմ կողքին եղան։ Մարդը սայթակում է։ Վթարը բոլորիս համար է, հիշեք բոլորս։ Ամենամեծ վարորդը կարող է վթար տալ։ Եվ գիտեք ինչ մեծ նվեր է, երբ այդ պահին, երբ, իսպես են ասում, ընկած եզը, երբ եզ նգնում է, դանակավորները շատանում են, այդ ժամանակ կողքը կանգնում են մարդիկ, որոնք չեն գնում, մոտ մարդիկ են կանգնում։ Ես չեմ կարող իմ երախտագիտությունը չհայտնել իմ սիրելի, իմ հարազատ, իմ կալանակից եղբայրներին, որոնց դուք անվանում եք հանցագործ, իսկ իրենք հանցագործ չեն։ Նրանք ինձ ոտի կանգնեցին, նրանք ինձ սովորեցին այս դժբախտությունը ապրել, իսկապես շփտալ, նույնիսկ մտածել եւ դեպի առաջ նայել, առանց մոռանալու, առանց ուրանալու այդ դժբախտությունը։ Եվ վերջապես ես շատ շնորհակալ եմ իմ սիրելի հանդիսատեսին, որը իմ կյանքի իմաստն է։ Կյանքի իմաստը։ Փափազյանին հարցնում են. Մեռնելուց ինչ կուզես հետդ տանել։ Ես ասում եմ Փափազյանը, ես մեռնելուց մի բան կուզեմ հետս տանել, իմ հանդիսատեսի սերը։ Ես էլ մտածում եմ, ինչ կուզեի հետս տանել, եթե ես մեռնեի։ Իհարկե հանդիսատեսի սերը։ Ավտովթարից հետո երբ ինձ շտապօգնությամբ տանում էին Երևան, ինձ թվում էր, որ ես խաղում էի իմ վերջին ներկայացումը։ Ես չգիտեմ ինչքան է տևել Եղվարդ Երևան ճանապարհը, շատ արագ էին քշում երիտասարդներ են, որոնք ասում են դիմացի Վարդան, դիմացի դու պետք է։ Ես հասկանում եմ, որ ինչ-որ մի վատ բան է կատարվում, ապտակում են, որ այստեղ գա, ինչ-որ ես այդտեղ ստեցյանի դուքներ պատմել կատակներ անել, ասում եմ ես ուրախ եմ, որ մահվան դրան առաջ ես կատակել եմ եւ իմ հանդիսատեսին չեմ մոռացել։ Իհարկե իմ սիրելի հարազատ ընտանիք, որ նաեւ ինձ հետ եղել միշտ եւ ինձ սпасել է, ինձ հետ տառապել է, ինձ հետ ուրախացել։ Գալով վերջին խոսքին, ամենավերջին մասին, իհարկե, տեղի ունեցած է ես համարում եմ դժբախտ պատահար, որ կարող է պատահել բոլոր մարդկանց հետ, բոլոր։ Ես գիտակցում եմ իմ պատասխանատվության չափը, իսկ գիտեմ ինչ է պատահել, բայց իսկապես գիտեմ։ Ընդ որում ես գիտեմ, որ դուք գիտեք, որ ես գիտեմ, ամեն ինչ գիտեմ։ Շատ էլ ես այստեղ շատ բան չեմ ասում, երևի թե չեմ ասելու, որտեղ ես գտնում եմ լռությունն ավելի տղամարդկային է, քան շատ խոսելը։ Չեմ ասում, չեմ խոսում։ Գիտակցելով պատասխանատվությունս չափը, զղջալով հատկապես շատ սգավոր մայրերի առջև, ես իմ ամենառաջին խոսքը հենց նրանց եմ ուղղել, մայրերի առջև, ծնողների առջև։ Այնուամենայնիվ ես ասում եմ, այո։ Ինքս ինձ առաջադրված մեղադրանքում եղավ որ չեմ ճանաչում։